Հրապարակ թերթը գրում է, ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում, մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում, ով ուն կարողանում մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ, ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թևեր դնել, իսկ դիմացինին սատանա ներկայացնել։ Փետրվարին ԿՊ համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձևավորվի, առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն։ Ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային առավելություն ունենա մյուսների նկատմամբ եւ հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնի։ ՔՊ-ից մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ վախենում են խոսել մեկը մյուսի հետ, որ շարից փորձանքից հեռու մնան։ Իդեպ խմբակցությունը մեկուսացրել է պատգամավոր Հայկ Սարգսյանին, գրեթե բոլորը նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված եւ թույն են շնչում նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է Փաշինյանի վստահությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին բացառիկ տեղեկությունների համաձայն ՊԵԿ նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր 1 ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն եւ տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից եւս ազատվեց։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ։ Մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննությունն արդեն իրականացվել է դեռևս 7 տարի առաջ եւ հերքվել։ Փաստորաթերթը գրում է. Աբովյան խոշորացված համայնքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով չեղարկվել են արդեն հայտարարված աճուրդները, քանի որ ըստ մեծ հասած տեղեկությունների կառավարությունից պահանջում են վերագնահատել աճուրդի դրված հողակտորները եւ մեկնարկային գինը սահմանել նոր կարգով գնահատված գնային սանդղակով։ Սա նշանակում է, որ այսուհետ համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով, ինչը կառաջացնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացում։ Հատկապես ուշադիր են հետևում առինջ վարչական շրջանի հողամասերի գներին, քանի որ դրանք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում շուկայում, իսկ աճուրդի դրված մեկնարկային արժեքը զգալիորեն ցածր է շուկայում գոյություն ունեցող գներից։ Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ այս մոդելը հետագայում կկիրառվի նաև այլ համայնքներում կազմակերպվող աճուրդների նկատմամբ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանությունները ամեն բան անելու են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները իրենց կողքից հեռացնեն այն անձանց, որոնք խանգարում են կամ ռեյտինգ չունեն։ Իշխանությանը մոտ կանգնած Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ԿՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի եւ արարքի համար պատասխանատվություն կրեն։ Այսուհետ յուրաքանչյուր ելույթ մանրադիտակով վերահսկվելու է եւ ով իր վարքով կամ հայտարարություններով կվարկաբեկի ԿՊ-ին, մինչև նախընտրական շրջանը կհեռացվի։ Դրա վառ օրինակն է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսի Մեհունանյանի վերջին հայտարարությունը, որի պատճառով նրան հրավիրել են ԿՊ վարչություն եւ հայտնել, որ նրա խոսքն ու հանրային ելույթները դարձել են ԿՊ-ի վարկաբեկման թեմա, ինչի արդյունքում նա պետք է հրաժարական ներկայացնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Հունանյանը հայտնվել է շատ ծանր վիճակում, անակնկալի է եկել թիմակիցների հայտարարությունից, տեղում պատասխանել է իրեն ուղղված հարցերին ու հեռացել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ներկայացրել է հրաժարականի դիմում։ Հիշեցնենք նաև, որ նույն պաշտոնից SMS-ով հրաժարական է տվել նաև Նարեկ Զեյնալյանը, որից հետո հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը։ Հրապարակ թերթը գրում է. Օրերս տեղեկացանք, որ ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգված եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Այս որոշումը վադրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով նրանք ուղիներ են փնտրում փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը։ Ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրված եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է քննարկեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ 10 իրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը հետաձգվեց։ Մայրաթոռը հայտարարեց, որ եպիսկոպոսատ ժողովը ժամանակավորապես հետաձգվում է պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱԾ-ի միջոցով են ճնշումներ գործադրվել։ Ընդհուպ վեհապառին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր։ Այդ օրերին գրեցինք նաև, որ խոչընդոտել էին վիրահայոց թեմի առաջնորդի Հայաստան մուտքը Բագրատաշենից նրան հետ ուղարկելով։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել։ Երեք Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց չեղարկել եպիսկոպոսատ ժողովը։ Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգևորականների մեկնումը Հայաստանից։